Հանրային տրանսպորտի բարեփոխումը փաստացի ձախողվել է։ Ուղևորցը թանկացել է, իսկ մարդիկ նախկինի պես ժամերով սպասում են կանգառներում։ Տրանսպորտի գալուց հետո էլ ստիպված են լինում մի կերպ խցկվել տեղ հասնելու համար։ Ասում են մարդուն ավտոմեքենայով մի արի քաղաք, բալավ դու ինձ արժանապատիվ տրանսպորտ չես տվել։ Եթե ես քո տրանսպորտին հավատամ, իմ ցանկացած հանդիպումից կուշանամ, կամ եթե ինչ-որ մեկը մի հատ միջոցառում ունենա, մի հատ իր տունը պիտի գնա Վարշավյանոց, մի հատ է գնա այդ մոտակա այդ միջոցառման տեղը, մի հատ Վարշավյանոց գտնի, մտնի Վարշավյանոց։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով, ավտոբուսների ուշացումների պատճառը մի քանիսն են, այդ թվում գերբեռնված երթևեկելը։ Երևան քաղաքում շուրջ 500 շարժակազմի պակաս կա։ Այսինքն այդքան ավտոբուս պիտի համալրեն։ Դրան գումարած նաև հին հայգերները, որ օգտագործում են մանուշակագույն 110, արդեն 15-16 տարվա ավտոբուսներն, եթե չեմ սխալվում, այդ ավտոբուսները պիտի շահագործումից դուրս գան։ Մանուկյանն ընդգծում է, առկա խնդիրները լուծելու փոխարեն ԿՊԱ-ները համակարգը քաոսի են վերածել, հսկիչներ չկան, վարորդները ճանապարհը թողած դրամահավաք են անում։ Տուգորներից ընդունեցին գործի, այս մարդիկ ինչ արեցին, ընդունեցին, մտնում են ներս քաղաքացին ուղիղ թքումա իրանց երեսին։ Ասում են տղա ջան, արի ժամի, անի շատ եմ կարում խցկվեմ այս ավտոբուսի վերջից։ Մի հատ գնամ հասնեմ վճարեմ, ոնց գնամ, լարի տեղը դու գնա, տղա ջան։ Արտա ժամը չէին վճարում, մյուսը չէին վճարում, մի հատ էլ մի ավտոբուսի շոֆերն ասում է գնա փողերը դու ստացի։ Այն, որ վարորդները ստիպում են ուղևորներին վճարել, իսկ չվճարելու դեպքում իջեցնում ավտոբուսից, Մեսրոպ Մանուկյանը օրենքի խախտում է համարում։ Սրանից հետո իջնելու եմ կանգառ, մտնելու եմ, ուղիղ հարցադրում կատարեմ, ասեմ նա ձեր իրավական հիմքը տվեք, ինչ հիմքով եք մարդուն իջացնում, ձեր որ պարտականության մեջ է մտնում մարդուն այս գործողությունը։ Դու ավտոբուսի վարորդ ես, հետևում ես այդան թե նրան, վարորդարանից մարդկանց գլուխն ուտես, դա պատասխան տվողն ով է։ Մանուկյանի խոսքով քաղաքացիները բոյկոտում եւ չեն վճարում, քանի որ չեն տեսնում, թե իրենց վճարած գումարը ուր է գնում։ Ոչ թե քաղաքացին ասում է ես չեմ վճարում, այլ ասում են դու ինձ թալանում ես, որովհետև իրանց ասած թվերով օրական վերգետնյա տրանսպորտով երթևեկում է 600,000 քաղաքացի։ 600,000 եթե դու բազմապատում ես 100 դրամով, բազմապատում ես 365-ով, լինում է 21 միլիարդ դրամ։ Մի հարցը շատ պարզ է եւ ուղիղ է։ Ոնց է ստացվել, որ դու դարձել եք 150 դրամ, մետրոն էլ վրան գումարվել է, ձեր հավաքագրումը դառել է 14 միլիարդ։ Գժանոց չի բայց։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։